Ասես ինչու է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել եւ կարծում, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Եվ վատերազատ է։ Ինչու մտափոխվել արդեն։ Չգիտեմ։ Չեմ կարող պատասխանել։ Ինձ ես հարցնի տվեք, քաղցր։ Չեմ կարող պատասխանել։ Բոլորը դե գիտեք ինչ սա գծած ամեն ինչը երևի ու հիմա հատած հարցեր եք տալիս։ Նախկինում ասում էր չի կարող ընդդիմությունը միավորվել, հիմա մտափոխվել ասում է։ Ինչ ընդդիմություն ցա պատկանում ընդդիմություն չկա։ Ինչ եք կարծում, որ չկա։ Ո՞վ ընդդիմություն։ Ես բաներ չեմ զրո խոսալ չած, բայց այդպես հարցրեք դες տարօրինակ ասի ով ընդդիմություն Գեղամյան բանը ինչեր են լացիրակը։ Մանուկյանի հետ։ Մանու Գեղամյանը թե որ։ Հա, դենի խոսքով։ Էդ յա ընդդիմություն։ Չէ, Գեղամ Նազարյան չեմ ծեր, բայց Գեղամ Մանուկյանն է ընդդիմությունը։ Հա? Հայաստան խմբակցության պատգամավոր է, այո, ընդդիմադիր։ Երևի Ադրբեջան խմբակցության պատգամավորն է։ Դաշնակցական է։ Դե ավելի վատ, ինչ դաշնակցական, ինչ։ Ամեն ինչ դուք ավելի լավ դեք ասեք։ Ես էլի ասում եմ, սիրում խոսալ, եթե կարաք ես միկրոֆոն դեք այնքան բան կասեմ ձեզ հետաքրքիր։ Ուղղակի սրանք անիմաստ բաներ է։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել եւ հիմա կարծում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Չեմ կարող ասեմ ինչա մտքով անցել, չգիտեմ։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել եւ հիմա կարծում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Բայ Ազիզ ջան, թող գա ղեկավար, խնդրում եմ։ Ամեն ինչ կանենք, որ ինքը ներկա լինի։ Միայն քեզ Նիկոլ Փաշինյանից մենք ազատվենք գալիս։ Ասել եմ հարևանության մեջ, եթե ազատվենք մատաղ եմ անելու։ Այդ կարգին հիասթափած եմ։ Իմ սիրելի Սյունիքը մնացել է թուրքի դեմ։ Մամայից բալկոնը կանգնում ես, թուրք է երևում է։ Այդ կարգի վիրավորված են։ Թորները սարից չեն անում, գորից գնան։ Ինչքան վատ բան է դա, Ազիզ ջան։ Ուղղակի Աստված անի։ Աստված, ձեզ էլ որ տեսնեմ մաղարիշկան է, միայն վերջացնենք սրանից։ Այդ կարգի հիասթափած են ժողովուրդը։ Դες բանկա։ Լավ չի արել։ Ընդդիմությունը միշտ էլ կարա միավորի, բայց Քոչարյանի հետ ինչ կապ ունի ընդդիմությունը։ Չունի։ Չէ։ Տենց չունի։ Նայած ընդդիմություն ասելով ինչ կհասկանանք։ Դուք ինչ եք հասկանում։ Որ ընդդիմության հետ կարա միավորվի, որից։ Քոչարյանը։ Իսկ Քոչարյանը вообще ինչ-որ բանի հայտ ներկայացրել է, որ ասել է ինչ-որ բան է ուզում, որ հələ մեկն էլ միավորվի կամ չմիավորվի։ Դե իշխանափոխություն չեն ուզում։ Քոչարյանը, երբ է ուզել որ։ Դա Հայաստան դաշինքի ղեկավարը չի։ Երբևէ հայտարարել է ինքը, կոնկրետ ինքը։ Ասել է, որ այս իշխանությունները պետք է վերադառնան։ Ես էլ եմ ասում։ Դուք տենց չեք մտածում։ Հայաստանում տենց մարդ կա, որը տենց չի մտածում։ Վատ իշխանությունը պետք է հեռանա։ Տապալված իշխանությունը պետք է հեռանա։ Պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Իրան պետք է չհեռացնեն։ Ինքը պետք է այդքան ասում խելք ունենա կամ չգիտեմ, գրագիտություն ունենա, նամուս ունենա, չգիտեմ ինչ ասեմ, բարոյականություն ունենա, որ ինքը հեռանա։ Պարտադիր չի, որ իրան գան, ասում սենց զորով իր աթոռից դեն գցեն, շպրտեն, աղբանոցը։ Ցանկացած երկրում աշխարհի տենց է։ Հիմա չի հեռանում, այդ դեպքում ինչ անեն։ Չի հեռանում, ուրեմն բնականաբար պետք է հեռացնել։ Կա երկու ճանապարհ։ Օրենսդրական եւ հեղափոխական, չգիտեմ, տենց ասեմ։ Հիմա դուք ինչին եք կողմ։ Ես կողմ եմ, որ ինքը հեռանա։ Որ ճանապարհով։ Լավ կլինի, որ ինքը այդքան հասկանա ու ինքը իրան հեռանա։ Լավ կլինի, որ տենց լինի։ Հա։ Հակառակ դեպքում իր համար շատ վատ կլինի։ Չնայած երկու դեպքում էլ վատ է լինելու իր համար, որտեվ իր տեղը իրոք աղբանոցն է։ Կամ, չգիտեմ, իր հայրենիքը Թուրքիան։ Այդքան մի բան։ Ծաղել մեկ է, լավը չկա։ Մի հատ խելացի մարդ ընդունեն նորմալ, որ մեր երկիրի կառավարի։ Այդտեղն ընդունեցին գիշեր ցերեկ չքնանք, ասենք լավ կլի ծաղին կորտանեց, ծաղին թաղեց, հիմա ինքը գժական բարեր անում։ Սիրուն բան չէ, ճիշտ եմ ասում։ Այն ամանը, որ ինքը դրել է դեմը, ճաշ է ուտում, ժարիտ է ուտում, շատ ներողություն։ Դա մենք գերեզմաները խունկ ենք տխում դրա մեջ է։ Բայց երկրի ղեկավար մարդ է, դեպի լավ է տանում, որ ինչ, անհարմար է, չի կարելի։ Լավ արա, լավ կարած, լավ, ծա հողերը տվեցի։
Հետո էլ կասին խոսում է տատին, բա ինչ անեմ, ինչ մի լավ բան տեսա, ոչ մի բան։ Թոշակառու եմ հազիվ յոլա եմ էտքում, սաղելի իմ աղջիկել ուրաբարձով հինգադար առնում է, յոլա ենք տանում, են էլ կոմունալը պրծավ, էլ իշկա մեջ է։ Ասում եմ տաղտերը կգտրեմ, ես թոշակները չեմ ավելացնի, հազար անգամ ներեղություն, հետի ղեկավարի մարդ, հա, նախկիներով ապրել ենք, ինչ ա եղել, ոչ Սերժի, ոչ Քոչարյանը մեզի վնաս չեն տվել, ինչ արել են իրար մեջ են արել, դու էլ արա, դու էլ ես անում, տակից ես անում, ինչ ասեմ, ասված, որ բանյանը թող անի, մի լավ խելացի մարդ կա, որ ղեկավարի ժողովրդին ամեն ինչը, այդքան ծախատված, երկատներով թևերը չկա, ոտերը չկա, ով արեց էտի, ոչ Քոչարյան արել, ոչ Սերժը։ Ինչու է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել եւ հիմա կարծում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել։ Եվ Փաշինյանից են հիմա զզվում, դրա համար երևի։ Նախկինում չէր ցույցում, որ ասում էր չի կարող ընդդիմությունը միավորվել։ Դա հիմա ուրիշ է, արդեն Փաշինյանը իր ժամանակն արդեն իր դարն ապրեց։ Իրան ցույց տվեց, դրա համար երևի։ Արդեն իրանից են հիմա հիասթափված։ Հետա, թե չէ, ինչ։ Ավելի լավ է այսօրվա դրությամբ գոնե ճիշտ է, այն ժամանակ էլ մի բան չէր, ավելի լավ է գոնե այն ժամանակ գիտեինք պետություն ունեինք, ղեկավար ունեինք, որ խոսքը անցնում էր։ Հիմա այսօր մի բան է խոսում, կես ժամ հետո ուրիշ բան է ասում, չես հասկանում ինչ ինչոց է։ Չես հասկանում ինչ է ուզում ասի ինքը ընդհանրապես։ Իր մտադրությունը չգիտես։ Սա այտենց ղեկավարում է ձեր տալիս։ Ամաչում ես, որ ասես հիմա այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացի ես։ Ըստ ղեկավարի պահվելաձևից։ Չգիտես ինքը ինչ է ուզում։ Իր արածը ինչ է այսօրվա դրությամբ։ Այստեղ մի բան է խոսում, այնտեղ ուրիշ բան է խոսում, երրորդ տեղը ուրիշ բան է խոսում, չես հասկանում։ Իրան ընդհանրապես չես հասկանում։ Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Ես չգիտեմ, պոլիտիկայով չեմ զբաղվում, նոր եմ եկել Հայաստան կների։ Կարող է միավորվել։ Ես չեմ միանում, heç բան անում, չեմ ուզում։ Հերն անիցեմ, անում մի տվեք էլ է։ Արդեն երևի ժամանակն է, որ պետք է ընդդիմությունը գործողություններ կա, թե չէ սենց չի կարելի։ Արդեն համը հանում են։ Ես ճիշտ եմ համարում, որ ընդդիմությունը միավորվի, մի հատ ղեկավար ճարի իրան մեջ, որ կարողանա այս պետությունը խելքի բերի ազգը։ Չգիտեմ դու ինչ կարծիք ես, ես այդ կարծիքին եմ, որտեղ այս իշխանությունը արդեն ապրելու բան չի թողել։ Ամեն ինչը հանձնեց եւ շարունակում է հանձնել։ Դա բալաս։ Մենք սենց պետություն չենք ստեղծել։ Մենք ակին պետություն ունենք։ Քոչարյանի ժամանակ ամենածաղկման ժամանակն էր Հայաստանում։ Եթե հիշում ես տնտեսությունը ինչքան մեծ տնտեսություն ունենք, շինարարությունը ինչքան բարձր, աշխատողները ուրախ, հաճելի էր այն ժամանակ ապրել։ Հիմա արդեն սպասում ենք, թե ինչ ամեն օր սպասում ենք, որ Նիկոլը ինչ-որ մի բան պետք է անի։ Հենց լրահոսը բարձրացնում եմ, սկսում եմ այդ բանը կարդալ ու ջղայնանալ ու սկսում եմ հայհոյել։ Անպայման հայհոյանքս մեջն է։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հայկական համալսարանի ունկնդիրների եւ ուսանողների հետ, որի շրջանակում հնչեցրած հարցին հնարավոր է, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի իշխանափոխության հարցում, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ այո։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ձեր կարծիքով ինչու է Ռոբերտ Քոչարյանը մտափոխվել եւ հիմա կարծում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել։